նույն համատեքստում մի հարց էլի։ Սուր լինելու է, բայց կանոնների մեջ լինելու են։ Երբ որ Նարեկ Կարապետյանին դիմում են իշխանական падգամավորները, հաճախ ձեր եղբորն են հիշատակում եւ նաեւ ձեր իշխանությունը կապում են նախորդ իշխանությունների հետ։ Ինչու է այս մարտավարությունը ընտրել, ինչպես նաեւ ձեր թիմակիցները հաճախ դժգոհում են դիմում ելույթները ընդհատելու հարցում։ Այս իրավիճակում բարեվարկությունը ինչքան երկար կպահեք։ Հասկանում եք, իրենք մեր նկատմամբ տարիներ շարունակ, տարուց ավել արդեն այս բռնություններով, այս ռեպրեսիաներով ոչ մի բան ասելու, ոչ իրավունք ունեն, ոչ էլ ինչ-որ բան կարողացել են հայտնաբերեն իրենց համար։ Դրա համար գնում են իմ եղբոր դաշտ, բայց իրենք չեն հասկանում, որ իմ եղբայրը ամեն ինչ արել է, իր ամբողջ ունեցվածքը այն ժամանակ նվիրել է բարեգործության, իմ եղբայրը մի մարզում միայնակ ավելի շատ ձայն է հավաքել, քան իրենց ամբողջ կուսակցությունը Փաշինյանի գլխավորությամբ։ Պարոն Կարապետյան, այսինքն իրենք ինչ խոսելու բան ունեն։ Բան չունեն, դրա համար ինչ-որ հանրապետական կուսակցություն ուզում են մեզ էլ տանեն այդ դաշտ, որ ինչ-որ թեմա մեր շուրջը կարողանան արծարծեն կամ ինչ-որ խոսույթներ։ Բայց մյուս թեման, որ արծարծվում է ձեր շուրջ, շարունակ ռուսական այսպես ազդեցությունն է, շարունակում են ասել ամբիոնից նաև, որ ռուսական այսպես հետախուզությունից տվյալներ կան ձեր մասին եւ այլն, որ աջակցություն եք վայելում, ի վերջո ունեք աջակցություն։ Ես հարգանք ունեմ, ինձ թվում է թե Ռուսաստանում, թե Հայաստանում, ինչը որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին։ Դրա համար իրենք թող մտածեն, որ իրենց տներում հարգանք չունեն։ Այսինքն քաղաքացիների մակարդակով հարգանք։ Իրենք իշխանություններին են վերագրում, իշխանությունների մակարդակով, հեսա տեսնենք, վազելով կգնա։ Հիմա տեսնեք ով իշխանությունների մակարդակով աջակցություն ունի։ Պարոն Կարապետյան, դուք 100 ուսանողների հավաստագրեր եք նվիրել ուսմանվարձավճարների, հասցրել եք այդ երեխեքի հետ շփվել, իր ձեր տպավորությունը կիսվեք։ Տաղանդավոր երիտասարդներ էին, ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում այդպիսի տաղանդավոր ուսանողներ կան, երիտասարդներ կան, ովքեր պետք է կառուցեն մեր երկրի ապագան։ Պարոն Կարապետյան, ձեր մյուս երկրների քաղաքացիությունից հրաժարվելու այդ process-ը ուր է հասել, որովհետև քննադատություն կա, որ դա ընդհանրապես ձևական բնույթ է կրում։ Բա Փաշինյանից քիչ եք հարցնում, իր Հայաստանի քաղաքացիությունից չի հրաժարվում։ Այսքան փորձանք ա բերել այս երկրի գլխին, թող հրաժարվի քաղաքացիությունից։ Բա իրան էլ հարցրեք։ Կարապետյան, հայտարարագրի հետ կապված մի հարց էլ մեծ չափով կանխիկ եք հայտարարել $26 միլիոն, այդտեղ 2 միլիոն շուրջ ռուբլի։ Կարող եք ասել ինչ իմաստ կա այդքան կանխիկ պահելու եւ արդյոք ձեր հայտարարագրի ցանկին ծանոթացել եք, դա ամբողջական ցանկն է։ Ձեր գույքերի եկամուտների։ Ես ունեմ մասնագետներ, ովքեր դրանով զբաղվում են։ Բայց դա որ խնդիր լինի, ձեզ են ասել։ Ուրեմն կա։ Եթե չլինի, դուք ծանոթացել եք ԿԿՀ ներկայացվածին։